Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունվարի 28-ն է, այսօր նաև հայկական բանակի ձևավորման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին։ Մեր հիմնական թեման Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններն են, նաև կրկին կխոսենք թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, հետաքրքիր նոր մանրամասներ պետք է հաղորդեմ, կարծես թե օրեր կամ ժամեր կամ օրեր անց հնարավոր է արդեն պատերազմը մեկնարկի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, բայց ասեմ, որ սա լինելու է լրիվ այլ որակի, այլ ոճի պատերազմ, որը որ տեղի ունենալու աշխարհում առաջին անգամ։ Կասեմ թե ինչի մասին է խոսքը, հեքիաթ չէ, լուրջ վերլուծությունների վրա հիմնված խոսքեր են սրանք եւ ոչ միայն իմ, այլ նաեւ բազմաթիվ միջազգային հեղինակավոր փորձագետների։ Այլ հետաքրքիր իրադարձություններ եւս կքննարկենք, կան որոշ իրադարձություններ, զարգացումներ Ուկրաինայի շուրջ, Կուբայի մասով հետաքրքիր հայտարարություն է արել Թրամփը եւ այդպես շարունակ։ Նախքան հաղորդումը սկսել անպայման կոչ եմ անում բոլորին լայքել, եթե չեք բաժանորդագրվել, նաեւ բաժանորդագրվել մեր ալիքին, մենք արդեն դարձանք 43000 լավ թիվ է, բայց շատ քիչ է կարծում եմ, եւ մենք պետք է աշխատենք, որպեսզի արագ գոնե այս տարվա մեջ դառնանք 100,000, քանի որ մեր աշխատանքը չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար, ինչպես նաեւ Վրաստանի համար, մեր երկրների համար եւ մենք միանշանակ օգնում ենք, որպեսզի ամրանա մեր երկրների ինքնիշխանությունը, ազգային գիտակցությունը։ Դրա համար համոզված եմ, որ պետք է շատ շատերը բաժանորդագրվեն մեր ալիքին եւ որպես հավաստի անկախ տեղեկատվության աղբյուր վստահելով մեզ հետ միասին օգնեն ամրապնդել մեր երկրների ինքնիշխանությունը։ Նաեւ տեղեկատվական անվտանգությունը, պաշտպանությունը ամրացնում է մեր երկրների ինքնիշխանությունը։ Դա միանշանակ է։ Սկսենք Հայաստանում տեղի ունեցողից։ Երեք տեղեկություն ստացվեց, որ Կտրիչ Ներսիսյանը կարգալուծ է հռչակել Գևորգ Սրբազանին եւ ասեմ ձեզ, որ սա սպասելի էր։ Ասեմ ինչի մասին է խոսքը, երբ որ Հայաստանի իշխանությունները ձգձգում երկարացնում են այս process-ը, որը որ մեկնարկ է տրվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ եւ վերջնական լուծում չի ստացել, պետք է որ արդեն Կտրիչ Ներսիսյանը անցնի գործողությունների եւ ահա իր որոշումները արդեն ավելի ու ավելի համարձակ եւ այս վերջին որոշումը կոնկրետ վերաբերվում էր Գևորգ Սրբազանին, որը որ կարգալուծ հռչակվեց, ճիշտ է շատ կատաղի պատասխան տվեցին իշխանության ներկայացուցիչները, օրինակի համար Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է եւ իր եղբայրը KGB-ի գործակալ է, հետեւաբար նա չի կարող լինել կաթողիկոս եւ չի կարող որևիցե որոշում կայացնել։ Այս հայտարարությունները իհարկե պետք է տեղի ունենային նաեւ իշխանության կողմից, բայց կրկնեմ, Կտրիչ Ներսիսյանը արդեն ավելի համարձակ է սկսել գործել եւ խնդիրը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի կոնկրետ գործողություններ չձեռնարկեցին Կտրիչ Ներսիսյանի դեմ։ Եվ ինչ է տեղի ունենում, տեղի ունենում այն, որ ավելի ու ավելի շատ Կտրիչ Ներսիսյանները սկսել են ստանալ աջակցություն նույն Ռուսաստանից, Սամվել Կարապետյանի ընտանիքից եւ դառնել ընդհանուր մի ընդդիմադիր խմբավորում, որոնք որ հստակ նպատակ են դրել Հայաստանում իրականացնել իշխանափոխություն տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո։ Եվ դրա համար Կտրիչ Ներսիսյանը չի շտապում հեռանալ իր պաշտոնից, իսկ Հայաստանի իշխանությունները ես չեմ տեսնում, որ որևիցե կոնկրետ լուրջ այս վայրդրությամբ գործողություններ են իրականացնում։ Եվ պետք է ես ահա այստեղից զգուշացնեմ, որ եթե այս process-ը շատ երկարացնեն Հայաստանի իշխանությունները, ապա սա միանշանակ լուրջ խնդիր է դառնալու իրենց համար ընտրություններից առաջ։ Մարդիկ հոգնելու են եւ իշխանությունների դիրքերն էլ գնալով իմ պատկերացմամբ կարող է թուլանալ։ Դրա համար հիմա պետք է գործեն շատ կոնկրետ եւ շատ արագ։ Ասեմ նաեւ ավելին, օրեցօր հիմա քաղաքական իրադարձությունների տեմպը
Հայաստանում ավելանալու է, գալող ընտրությունների հետ կապված մեծ փողեր են լցվելու Հայաստան, այդ միլիարդ դոլարները, որոնք որ ունի Սամվել Կարապետյանը եւ ընտանիքը, այդ միլիարդ դոլարներից միլիոնավոր դոլարներ ծախսելու են Հայաստանում, որպեսզի կարողանան տեղեկատվական ահռելի մեծ պատերազմ մղել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ փորձեն գալ իշխանության։ Այսինքն այդ մեթոդները հիմա շատ լուրջ ձևով սկսելու են կիրառել, դրա համար միանշանակ պետք է ճիշտ գործողությունների դիմել։ Ես չեմ ուզում համեմատել Վրաստանում տեղի ունեցածի հետ, տարբերություններ կան, քանի որ իմ պատկերացմամբ Իվանիշվիլին համեմատաբար շատ ավելի քիչ էր կապված Ռուսաստանի հետ, քան նույն Սամվել Կարապետյանը, եւ որպես քաղաքական գործիչ շատ ավելի խելացի է, քան Սամվել Կարապետյանը եւ իր թիմը, բայց ընդհանուր առմամբ Սամվել Կարապետյանը հիմա փորձում է նմանակել Բիձինա Իվանիշվիլիին, իսկ եթե դա չեն տեսնում Հայաստանի իշխանությունները, ապա ասեմ, որ միանշանակ մեծ խնդիրներ են ունենալու։ Ես կրկին Վրաստանի հետ համեմատել չեմ, համեմատում, քանի որ տարբերություններ կան շատ մեծ եւ ահռելի, բայց կոնկրետ Սամվել Կարապետյանը փորձում է կրկնօրինակել Բիձինա Իվանիշվիլիին եւ նույն Ռուսաստանի Դաշնության KGB ասենք, քաղաքական վերնախավը ասենք, փորձում են նման սցենար իրականացնել Հայաստանում։ Այսինքն, սեփական փողերը ծախսելու փոխարեն կծախսեն այդ նպատակի համար Սամվել Կարապետյանի փողերը։ Կարծում եմ այս ներքաղաքական թեմաներին մենք դեռ շատ ենք անդրադառնալու, քանի որ ընտրությունները մոտենում են, բայց արդեն Հայաստանի շուրջ էլ տեղի ունեցողը սկսել է կոնկրետ վերաբերվել Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել թրիփի վերաբերյալ եւ ասում է, որ թրիփով փաստացի Ռուսաստանի Դաշնությունը դուրս է մղվում հարավային Կովկասից եւ Փաշինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել Ռուսաստանի երկաթգծերին։ Երբ որ այսպիսի հայտարարություններ են տարածում, բնական է, որ իրենք հիմնվում են իրենց ազգային ու պետական շահերի վրա, չեմ ասում սա իրականությանը չի համապատասխանում, բոլորս էլ գիտենք, որ դա այդպես է, ինչ որ ասում է Ուկրաինայի արտաքին հետախուզությունը, դա այդպես է, բայց երբ որ բարձրաձայնում է այդ հարցը, միգուցե իրենց համար դա լավ է, բայց մեզ համար լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, որոնք որ գալիս են Ռուսաստանի կողմից։ Ահա այդ առումով շատ վատ է եւ էլի հետաքրքիր մեկ հայտարարություն, որը որ կրկին վերաբերվում է Հայաստանին, բայց արդեն Մոլդովայի կողմից, Մայա Սանդուն հայտարարել է, որ հիմա էլ Հայաստանն է դարձել Ռուսաստանի թիրախ, Ռուսաստանի թիրախում է հայտնվել եւ ամեն ինչ անում են, որ Հայաստանում սուվերենությունը երկրի թուլանա, ինքնիշխանությունը թուլանա։ Մայա Սանդուի խոսքերով դա արվում է նաեւ ժողովրդավարության դեմ եւ փնտրում են Հայաստանի ներսում թույլ տեղեր եւ հատուկ Սանդուն շեշտում է, որ ինքը Հայաստանի կողքին է, Հայաստանի ժողովրդի կողքին է։ Սանդուի հայտարարությունն էլ լավ է, բայց պետք է մենք հաշվի առնենք, որ Սանդուի հայտարարություններին էլ հետևում են ոչ միայն Հայաստանում կամ տարբեր այլ երկրներում, այլ նաեւ Ռուսաստանում։ Եվ այսպիսի հայտարարություններով հստակ մի պատկերացում է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում։ Այսինքն դա ավելի է բորբոքել Ռուսաստանի Դաշնությանը։ Դրա համար այդ հայտարարությունները մի կողմից շատ լավ են, բայց եթե ռեալ օգուտ չեն տալու Հայաստանին, Հայաստանի իշխանություններին ընտրությունների ժամանակ դրանք նույնիսկ կարող է եւ վնասեն։ Ահա օրինակի համար Եվրոպայից, երբ որ արվում էին նմանատիպ հայտարարություններ, ես քննադատում էի, բայց եվրոպացիները հայտարարություն անելուց բացի նաև գումարներ էին տրամադրում, սկսեցին գումարներ տրամադրել Հայաստանի իշխանություններին, որպեսզի Հայաստանի իշխանությունները կարողանան պայքար մղել այդ հիբրիդային պատերազմի դեմ։ Բայց Մոլդովան ինչով է օգնելու Հայաստանի Հանրապետությանը կամ նույն Ուկրաինան այս պահի դրությամբ չգիտեմ։ Ասածս այն է, որ իրադարձությունները Հայաստանի շուրջ շատ արագ կսկսեն զարգանալ հիմա այս գալող ամիսների ընթացքում, ավելի մեծ արագություն է ամեն ինչ ստանալու, ավելի մեծ թափ է ստանալու եւ դրա հետ մեկտեղ ռիսկերը նույնպես մեծանալու են։ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն տարբեր երկրների փորձը, թե ինչ տեղի ունեցավ տարբեր երկրներում
նույն Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ այլ երկրներում, որպեսզի կարողանան արդեն էֆեկտիվ պայքարել այդ ամենի դեմ։ Երեք կարևոր հայտարարություն արել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, ով որ հանդիպում էր ունենում Թուրքիայի արտգործնախարարի հետ, ասելով, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, բայց ամենակարևոր ուղերձը ֆրանսիացի արտգործնախարարի այն էր, որ Ֆրանսիայի դիրքորոշումը հստակ է հարավային Կովկասի մասով, որ փակ սահմաններ չպետք է լինեն, Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը եւ դա կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը, հարավային Կովկասի ընդհանուր անկախությունը, լավ ռեգիոնալ համագործակցության հիմքեր կդնի, բայց նույն ժամանակ Բարոն ասում է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի սուվերենության հարգմամբ։ Այսինքն հստակ ասում է, որ եթե Թուրքիան սահմանը բացի եւ կոչ է անում Թուրքիային, որպեսզի սահմանը բացի, դա կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանի ինքնիշխանությունը, լավ ռեգիոնալ համագործակցության հիմք կդնի տարածաշրջանում, բայց նույն ժամանակ հասկացնել է տալիս Թուրքիային, որ դուք էլ պետք է հարգեք այդ ժամանակ Հայաստանի այլ Ադրբեջանի ինքնիշխանությունը, այսինքն երբ որ սահմանը բացում ես, պարզ է, որ օրինակի համար Հայաստանի պես երկիրը միանգամից հայտնվելու է Թուրքիայի ազդեցության ներքո, այստեղ էլ հստակ հետաքրքիր ակնարկ կա, որ թույլ չենք տալու, որպեսզի դրա միջոցով Հայաստանի սուվերենությունը թուլանա, այսինքն մեր նպատակը այն է հավաքական արևմուտքի տվյալ պարագայում, որպեսզի Հայաստանի սուվերենությունը ամրապնդվի, կախվածությունը թուլանալով բնականաբար Ռուսաստանի Դաշնությունից, բայց նույն ժամանակ չպետք է նոր կախվածություն դա ստեղծի Թուրքիայից, այսինքն նոր խնդիրներ Հայաստանի սուվերենության համար։ Հիմա կարծում եմ կարևոր է անցնել այս կետից միջազգային իրադարձությունների քննարկմանը եւ ամենակարևոր հարցերից մեկն է, որ Հնդկաստանը եւ Եվրամիությունը ստորագրել են ազատ առևտրի լայնամասշտաբ համաձայնագիր։ Սա մեծ դռներ է բացում ինչպես Հնդկաստանի համար, այնպես էլ Եվրամիության համար։ Նաև մենք տեղյակ ենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած մեծ շքերթի ժամանակ, երբ որ Հնդկաստանը իրենց ազգային տոնն էր տոնում, եվրոպական առաջնորդները ներկա էին, այսինքն տեսնում ենք, որ Եվրամիության եւ Հնդկաստանի միջև հարաբերությունները խորացնում են, ինչը միանշանակ մեզ միայն ուրախացնում է, հաշվի առնելով, որ մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Եվրամիության հետ, ձգտում ենք կամաց դառնալ նաև Եվրամիության անդամ, այդ ուղղությամբ կարևոր քայլեր է անում Հայաստանը եւ Հնդկաստանի հետ գիտենք, թե ինչ աստիճանի հարաբերություններ են, ճիշտ է ոչ այն աստիճանի, որ ունենք Եվրոպայի հետ, բայց պաշտպանական առումով հնարավոր է նույնիսկ մեկ քայլել առաջ են այդ հարաբերությունները, քանի որ Հայաստանը շատ կարևոր զինատեսակներ է ձեռք բերում Հնդկաստանից եւ Հնդկաստանի համար էլ կարևոր դերակատարություն ստանձնել տարածաշրջանում Հայաստան, այսինքն թե Հնդկաստանը եւ թե Եվրամիությունը Հայաստանի համար կարևոր դաշնակիցներ են, իսկ այդ առևտուրը, որը ազատ ծավալվելու է Հնդկաստանի եւ Եվրամիության միջև, ապագայում ես շատ հույսով եմ կանցնի հյուսիս-հարավով, այսինքն ոչ միայն թրիփն է կարևոր, որը կկապի արևմուտքը եւ արևելքը իրար հետ թրիփի միջոցով, կենտրոնական Ասիան միջերգրական ծովով տարբեր երկրների հետ արևմուտքի, այլ նաեւ հյուսիս-հարավը, որը Հնդկաստանը կկապի Եվրոպայի հետ։ Այստեղ մենք ունենք խնդիր Իրանի մասով եւ բավականին լուրջ խնդիր է եւ դրա համար էլ մենք միշտ խոսում ենք, որ Իրանում պետք է փոփոխություններ տեղի ունենան։ Առաջին հայացքից Իրանը դեմ չէ, որպեսզի հյուսիս-հարավը գործարկվի, նույնիսկ օգնում է, նպաստում է, բայց իրականում մենք տեսնում ենք լուրջ ինչ-որ խոչընդոտներ եւ հարցը մեծ հաշվով տեղից չի շարժվում, համաձայնվեք։ Դրա համար նույնիսկ այդտեղ Իրանի այդ դիկտատորական ռեժիմը, բռնապետությունը, որը որ արյան մեջ խեղդեց Թեհրանը եւ այլ քաղաքները,
հիմա ասում են նույնիսկ 30,000 մարդ է սպանվել, պատկերացրեք, սա արդեն նման է ցեղասպանության, այդ ռեժիմի հետ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ էր պատրաստվում ստորագրել եւ էլի պատրաստվում էր ստորագրել, բայց այդ երկրի հետ միանշանակ մեծ հաջողություններ չի կարող ուղղակի գրանցել Հայաստանը, ոչ թե այդ երկրի, այդ ռեժիմի հետ։ Դրա համար միշտ եւ հաճախ խոսում եմ այդ մասին։ Բայց այնպես չէ, որ այդ ռեժիմը երկար է մնալու Իրանում իշխանության ղեկին։ Համենայն դեպս ես այդպես եմ պատկերացնում, ճիշտ է, դժվար է մեծ կանխատեսումներ անել, լուրջ կանխատեսումներ անել, ռեժիմի փոփոխությունները շատ բարդ process-ներ են, եթե դրանք տեղի են ունենում արտաքին միջամտությամբ։ Մենք դա տեսանք Սիրիայի սցենարով, Իրաքի սցենարով եւ շատ այլ երկրներով։ Ինչ է տեղի ունենում հիմա Իրանի շուրջ, կամացեն անցանք սահուն ձևով Իրանին եւ Իրանի շուրջ իրոք մեծ իրադարձություններ են տեղի ունենում։ Ես փորձեցի ավելի լավ մանրամասն տեղեկություններ ստանալ, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ եւ պարզվեց, որ Չինաստանը ավելի լուրջ է ներգրավված իրանական այս process-ների մեջ, քան մենք պատկերացնում էինք եւ քան երբևէ։ Նախկինում երբ որ պատերազմը տեղի ունեցավ, Իրանում հակաօդային պաշտպանությունը, դրանք ռուսական հակաօդային պաշտպանություններ էին, որոնք որ չդիմացան ուղղակի Իսրայելի հարվածներին։ Միանգամից ամեն ինչ ոչնչացվեց։ Ամերիկացիների մասն էլ խոսք չկա, որ այդ B կլասի ինքնաթիռներով ինչպիսի հարվածներ հասցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ հիմա 16-ից ավել մեծ բեռնատար ինքնաթիռներով Չինաստանը իր հակաօդային պաշտպանությունն է իջեցրել Թեհրան, դրանք արդեն դասավորված են, տեղակայված են, ճիշտ է նման են ռուսական հակաօդային պաշտպանության, հիմնականում S-300-ների, բայց մեկ մեծ տարբերությունով այնտեղ չիպերը սեփական եւ ժամանակակից չիպեր են, սեփական արտադրության Չինաստանի, որոնք որ հնարավորություն ունեն նույնիսկ տեսնել stealth համակարգերը ամերիկյան, այդ անտեսանելի ինքնաթիռները, ինչ որ որոշ չափով կարող են նկատել եւ տեսնել։ Դրանից բացի, երբ որ խոցում ես մեկ հակաօդային պաշտպանություն, չինական կապը բոլոր հակաօդային պաշտպանության միջոցների հետ չի անջատվում, ինչպես որ դա կարող էին անել ռուսական հակաօդային պաշտպանության հետ։ Եվ այդ հակաօդային պաշտպանությունը արագ կոդերի փոփոխություն է իրականացնում։ Կարող է նաև բավականին լուրջ հրթիռներ որսալ։ Այսինքն բավականին բարձր է ռուսական իր անալոգներից եւ այդտեղ կա նաև արհեստական բանականության որոշ մասնիկ ներդրած։ Ես ռազմական փորձագետ չեմ, դրա համար շատ վառ գույներով չեմ կարող ներկայացնել այն ամենը, ինչ կարդացել եմ այդ համակարգերի մասին, բայց մեկ բան պարզ է, որ եթե հիմա Իրանի վրա հարձակում տեղի ունենա, սա առաջին բախումն է լինելու չինական տեխնոլոգիաների, որոնք որ բավականին առաջատար են եւ ամերիկյան տեխնոլոգիաների եւ իսրայելական տեխնոլոգիաների միջև, չնայած որ ամերիկյան եւ իսրայելական տեխնոլոգիաները շատ ավելի առաջատար են համարվում։ Բայց եթե ասենք նույնիսկ մեկ ինքնաթիռ F-35 կարողանա խոցել այդ համակարգերից մեկը, դուք պատկերացրեք դա մեծ խնդիր եւ մեծ քրախացավանք կստեղծի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակության համար։ Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ երկար տասնամյակներ առանց որևիցե խնդրի կարողանում էին գործել տարբեր երկրների օդում, տարբեր պատերազմների ժամանակ։ Իսկ հիմա, եթե նման բան տեղի ունենա, ապա մեծ հեղինակային հարված կհասցվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա համար հաշվարկները շատ լուրջ են արվում։ Միանշանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե մտնեն այդպիսի լուրջ պատերազմի մեջ, հաղթանակ են տանելու, ասեմ ավելին այդ stealth համակարգերը իրենց կոդերը, իրենց հաճախականությունները նույնիսկ օդում կարող են փոխել, իրենց հրթիռներն էլ այդ ամենը կարող են անել, դրա համար չինական համակարգերը միանշանակ դժվար թե կարողանան հասնել լուրջ հաջողությունների, բայց կրկնեմ իրենց նպատակը այս պահի դրությամբ Չինաստանի
գոնե ինչ-որ վնաս հասցնելն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ինքնաթիռներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությանը որպես գերտերություն։ Դրա համար շատ լուրջ պատերազմ է սպասվում։ Այս անգամ շատ լուրջ պատերազմ է սպասվում։ Իրանը նաև թարմացրել է իր կոմպյուտերային բազան, այլևս նաև GPS-ից չի օգտվում, այսինքն ամեն ինչ չինական է, անցել են լրիվ չինականի և ասում են, որ նաև այդ չինական համակարգիչների միջոցով, չինական ծրագրերի միջոցով կիբեր հարձակումները և կիբեր անվտանգությունը ևս իրանական հակաօդային պաշտպանության հասցվել ավելի բարձր որակի։ Իսկ Դոնալդ Թրամփը նույն ժամանակ գովում է իր նավատորմը, ասում է, որ հիմա այլ նոր նավատորմ է մոտենում Իրանին, տեսնենք ինչ կլինի, և նույն ժամանակ հույս է հայտնում, որ համաձայնություն կձեռք բերվի։ Կան նաև տեղեկություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են բլոկադայի մեջ վերցնել Իրանը, որպեսզի Իրանը չկարողանա նավթ արտահանել, բայց դա շատ երկարատև պրոցես է, այնպես չէ, որ արագ կփլուզվի Իրանի տնտեսությունը, այս հիմնական նպատակներից մեկը նաև այն է, որ Իրանը չկարողանա Չինաստանին նավթ մատակարարել, այսինքն Վենեսուելայից կտրեցին Չինաստանը, Չինաստանին որպես չկարողանա Վենեսուելան նավթ մատակարարել, հիմա Կուբայից էլ է խոսում, դա ասեմ արագ, Դոնալդ Թրամփը ասելով, որ Կուբան շատ շուտով մեծ խնդիրներ է ունենալու, բայց հիմնական թիրախը Ամերիկայի Միացյալ Նահանգների Չինաստանն է։ Իսրայելի վարչապետն էլ նոր հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ Իրանի կողմից մեծ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի, և դա շատ լուրջ սխալ կլինի Իրանի կողմից։ Եվ կան նույնիսկ տեղեկություններ, այսինքն շատ վերլուծաբաններ, թե Իսրայելում և թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարծում են, որ պատերազմը արդեն կսկսվի այս ամսվա վերջ կամ գալող ամսվա սկիզբ, այսինքն հունվարի 30-31-ից փետրվարի 1-2 ընկած ժամանակահատվածներում։ Շատ փորձագետներ խոսում են հենց դրա մասին։ Իրանից այս կան։ Բավականին լարված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես հաղորդում է Reuters-ը, հիմա Գրենլանդիայի հարցով նույնիսկ կարող է իմպիչմենտի հարց բարձրանալ Թրամփի առջև, այսինքն լուրջ խնդիրներ ունի Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և դա սպասելի է, ես դրա մասին էլ էի ակնարկում, ասելով, որ Թրամփային նախագահներից է, ում դեմ իմպիչմենտը շատ ու շատ հավանական է։ Ուկրաինայից էլ հետաքրքիր տեղեկություններ ունենք, թե Թրամփը ակնարկում է, որ արդեն շատ լավ է ամեն ինչ, շուտով կարող է պատերազմը ավարտվել, նույնիսկ չեմ ցանկանում շատ մեծ ուշադրություն դարձնել այդ հայտարարություններին, բայց մենք ունենք մեկ այլ հետաքրքիր հայտարարություն Ուկրաինայի արտգործ նախարար Սիբիգայի կողմից, որ Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանի հարցը, ինչպես նաև տարածքների հարցը։ Այսինքն Զելենսկին հստակ արդեն համաձայն է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, բայց կարծես էլի Զելենսկին նաև ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ նման պատրաստակամություն հայտնել էր, սակայն այս հայտարարությունը ես նկատեցի, որ փոքր տարբերվում է նրանով, որ երևի թե կա ինչ-որ առաջընթաց, դրա համար էլ կարող է և նման հանդիպում փորձեն պլանավորել, պատրաստել, բայց բնականաբար դեռ շատ վաղ է խոսել և չեմ ցանկանում ես էլ առաջ ընկնել, թե որքան հնարավոր է նման բան։ Հիմա մի քանի բառով խոսենք, թե ինչ է տեղի ունենում Չինաստանում։ Երեք տեսանյութեր տարածվեցին, որ Պեկինին են մոտենում Չինաստանի ռազմական ուժերը, բազմաթիվ մեքենաներ մտնում են Պեկին, պաշտոնական որևիցե տեղեկություն չկար, բայց հետո սոցիալական ցանցերով Չինաստանից սկսեցին տարածվել տեղեկություններ, որոնց մասին նաև արդեն սկսեց խոսել միջազգային մամուլը, շատերը խոսում էին, որ հեղաշրջումը տեղի ունենում Չինաստանում, և ոչ մի հաստատում իրականում չկար, միայն այն կադրերը, որ բազմաթիվ ռազմական մեքենաներ գնում են դեպի Պեկին։ Հետագայում պարզ դարձավ, որ Չինաստանում բարձրաստիճան գեներալները հունվարի 18-ին փորձել են հեղաշրջման փորձ իրականացնել, ձերբակալել Սի Ձինպինին, իսկ մենք գիտենք, որ միայն Սի Ձինպինը չէ, որ ղեկավարում է
Չինաստանը, Չինաստանը փաստացի ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից եւ հիմա Սի Ցզինպինը որոշում է կայացրել, որպեսզի այդ երկու բարձրաստիճան գեներալների հեռացնեն իրենց պաշտոնից եւ ձերբակալման հրաման է տվել։ Դրա համար ամեն ինչ խառնվել է իրար, հավանաբար այդ զորքերը, որոնք որ մոտենում էին Պեկինին եւ մտնում են հիմա Պեկին, դրանք Սի Ցզինպինի աջակցող ուժեր են, այսինքն նույն բանակում Սի Ցզինպինը ունի իր հավատարիմ գեներալները, իսկ այն բարձրաստիճան գեներալները իրենց սեփական խաղն էին խաղում կամ կոմունիստական կուսակցության միջի ինչ որ խաղ եւ ի տարբերություն նախորդ ձերբակալությունների, որոնք որ տեղի են ունենում Չինաստանում, մեղադրանքները կաշառակերության մեջ, հիմա կոնկրետ մեղադրանքներ կա արդեն քաղաքական կոնկրետ ենթատեքստերով, ինչը նաեւ ավելի հստակ է դարձնում, որ Չինաստանում այնուամենայնիվ հեղաշրջման փորձ եղել է, ասեմ ավելին, այս ամենի մասին ինչի մենք խոսում ենք, կրկնեմ, որ այդ ամենի մասին խոսվում է ընդհանրապես սոցիալական ցանցերում եւ պաշտոնական որևիցե նորմալ տեղեկատվություն չկա։ Հնարավոր է նաեւ ապստամբ որոշ գեներալներ են հիմա փորձում ուժեր մտցնել Պեկին, ի աջակցություն այդ ձերբակալված բարձրաստիճան գեներալների, բայց ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են բազմաթիվ փորձագետներ, Սի Ցզինպինը հասցրել է մաքրման աշխատանք իրականացնել բանակում շատ արագ օպերատիվ ձևով, այդ կարևոր գեներալներին ձերբակալել են եւ այդ զորքը, որը որ մտնում է հիմա Պեկին, դա կոնկրետ Սի Ցզինպինի աջակիցներն են, որոնք որ պետք է կանխեն հետագա զարգացումները։ Եթե այսպես շարունակվի, բազմաթիվ փորձագետներ, ովքեր որ ավելի լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում Չինաստանում, կարծում եմ, որ Սի Ցզինպինը կարող է բացարձակ ղեկավար դառնալ Չինաստանում, այսինքն եթե ինքն էր եւ կոմունիստական կուսակցությունը, հիմա նույնիսկ ինքը կարող է ավելի բարձր կանգնել, ավելի լուրջ մաքրման աշխատանքներ իրականացնել Չինաստանում եւ ավելի բարձր կանգնել, քան կոմունիստական կուսակցությունն է Չինաստանում։ Ահա այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։